Փառք Նժդեհին եւ ազատություն ապստամբ հայրենատեր Սասնացրերին։ Ազգային ժողովրդական բևեռը քվեաթերթիկում համարույթն է, նախորդ տեղեկացնեմ եւ եթերի վերջում կհասկանաք թե ինչու եմ մեր համարն ասում, որտեվ եթե ուզում եք իսկապես ապրել ազգային պետությունն է Հայաստանում, այսինքն եւ անունն է Հայաստան եւ այնտեղ ապրողների ճնշող մեծամասն, ինչպես հիմա է 99% հայ, այդպես էլ ապրելու ենք։ Մինչև Վիլսոնյան իրավարար վճռով մեր ամբողջ հայրենիքին տիրանալը։ Այն ժամանակ իսկապես հնարավոր չի լինի 99% ապահովել, բայց մենք նորից պետք է լինենք մեծամասնություն։ Մենք այդ մեթոդաբանությունը դրա թե որը ոնց պետք է կազմակերպվի, այդ ամեն ինչը ունենք նախատեսած, մնում է իշխանության գանք։ Եթե մենք գանք իշխանության, մենք ոչ թե գնալու ենք Եվրոպա, ասենք Արցախն Ադրբեջան է, ասենք ոնց որ Պուտինը պարտադրում է, հա գնում ես Եվրոպա, ասենք հապկում ասում ես, հասկացանք, բայց որ գնում ես Եվրոպա, այնտեղ էլ ասա։ Այսինքն գնում է այնտեղ նորից ռուս-թուրքական շահն է պաշտպանում։ Բայց երբ որ ազգային ժողովրդական բևեռը գա իշխանության, նա չի ասելու, որ Արցախն Ադրբեջան է, ընդհակառակը։ Մենք ընդլայնելու ենք մեր խնդիրը, այսինքն Արցախի հարցը ներգրավելու է հայկական հարցի մեջ եւ դրվելու է ՄԱԿ-ի սեղանին։ Անպայման դրվելու է, որովհետեւ իրավիճակն էլ է արդեն այս փոփոխությունները համաշխարհային ամբողջությամբ համահունչ են մեր պատկերացումների։ Այդ նախկինների կամ նիկոլագանների ասած այդ երազանք, մերազանք, չգիտեմ, ժամկետները, այդ բոլորը արդեն էլ հաշիվ չէ։ Ձեզ մնում է ուղղակի ազգային ուժին, ասել թե ազգային ժողովրդական բևեռին բերեք իշխանության։ Ես ուզում եմ անդրադառնալ, թե ինչու է մինչև օրս հայկական հարցը փակված մնացել եւ ինչու է Արցախի հարցը այսպես Ռուսաստանը բլոկ արել միշտ, որ Արցախը չվերամիավորվի Հայաստանի հետ։ Մենք տեղյակ ենք, որ երբ որ Խորհրդային Միությունը փլուզվեց, ինչ որ մի բան զիջեցին Խորհրդային Միությանը, Արևելյան Եվրոպայի պետությունները անկախացան, արդեն այդ բոլշևիզմից ազատվեցին, այդ Վարշավայի պայմանագրի երկրները, եւ նրանց հետ ազատվեց նաեւ Մերձբալթյան 3 հանրապետությունը, այսինքն 15 հանրապետություն Խորհրդային Միության ներսում էր, այս 15 հանրապետությունից 3-ն առանձնացան, եւ այդ Վարշավայի պայմանագրի երկրները 17-ն էին, 16-ն էին, արդեն մոռացել եմ, դրանք բացի ասենք արևելքի, ասենք Չինաստանից, Հյուսային Կորեայից կամ արևմուտքի Կուբայից, դրանք ժողովրդական դեմոկրատական իբր պետություններ են, դրանք այդպես էլ մնացել են։ Եվ խորհրդային, այսինքն այս անգամ արդեն Ռուսաստանին հնարավորություն տվեցին, որ ինքը Միջինասիան եւ Կովկասը պահի իր ազդեցության գոտում։ Այս ազդեցությունը մեր նախկին իշխանությունները շատ հարմարվել էին այդ ազդեցությանը եւ հլու հնազանդ ծառայում էին ռուսական կրեմլյան իշխանություններին եւ անգամ որ պահին նրանք ասեին այսօրվանից էլ Արցախը ձերը չի, նրանք համաձայնվելու էին, որովհետեւ իրենք ընդունել էին, որ տարածաշրջանում որ որոշողը ռուսն է, չեն հակադարձում, չեն հակադրվում եւ երբ կասի Արցախը ձերն է կլինի ձերը, եւ կասի ձերը չի, պետք է չլինի ձերը։ Եվ ասեմ 2020 թվականի այս 44 օրյա պատերազմի ժամանակ իրենք չեն խանգարել Նիկոլին, ընդհակառակը Նիկոլը այդ գործում ընդհանրապես ստորագրել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթ եւ որպես երկրի ղեկավար համաձայնվել է, որ թիկունքից կխփեք, թե նահանջի հրաման կտակ, թե կգնաք կասեք հողերը ծախել են, դավադրություն է իզուր մի զոհվեք, հետ եկեք, ձեզ պետք չի, դեզ ինչ որ պետք է արվի, ասենք համատեղ է արվել։ Այսինքն Պուտինի ռեժիմը ամբողջությամբ նախկին ու ներկան համատեղ են դա կազմակերպել։ Միանշանակ համատեղ են կազմակերպել, այսօր իրենք չեն կարող մեկ, ցույց են տալի, որ իբր դու սխալ արիր, սա սխալ արեց, նա սխալ արեց,
Չէ, Նիկոլականներն ասում են ժամանակին Քոչարյանը տվել էր, սրանք ասում են էս է եղել, բայց նոյեմբերին փաստը տակ Նիկոլն է ստորագրել, Ռոբերտը չի ստորագրել, բայց Ռոբերտը պատրաստ պահել է, որ հարկ եղած դեպքում, երբ որ Պուտինը կասի էլ ձերը չի, փոխանցվի այնտեղ։ Ուղղակի փոխանցողը Նիկոլն եղավ, որովհետև մարդիկ հասկացան, իրենք չեն ուզեցել այդ աստիճան կեղտոտվել, թողեցին ով որ պատրաստ է հանուն աթոռի այս ամեն ինչը վերցնի իր վրա կեղտոտվի։ Եվ վատը գիտեք որն է, որ մինչև հիմա այդ նախկինները գլխի չեն, որ այդ տարածաշրջանը ռուսինը չի։ Իրենք իներցիայով նորից ռուսին են պաշտպանում։ Դե ստրուկի կարգավիճակ է, չեն ասել, որ տերը դել բանի պետք չի, հələ որ ռուսներն ասեն Հայաստանն էլ անկախ չի, Քոչարյանները, Սերժիկները, Ծառուկյանները, Սամվել Կարապետյանները նպաստել են, որ Հայաստանը չանկախ։ Ոնց որ ասենք ժամանակին արել է Կարախանը, հա, ժամանակին արել է Միկոյանը, ոնց ասում են Հայաստանի հետ ոնց Լենինը, Ստալինը ոնց որոշում են Հայաստանի ճակատագիրը, այդ մարդիկ դեմ չէին։ Ընդհանրապես դեմ չեն տվել։ Ասել են արենք, համաձայնենք։ Դրա համար մեր երկիրը փոքրացել է, Ադրբեջանը, Վրաստանը մեծացել։ Մեր հաշվին։ Հիմա խնդիրը ո՞րն է։ Սրանք այս խաղը որ խաղում են նախկին ու ներկա, խաղ չի է սա։ Սա սարսափելի վիճակ է, իրար այն կարգի են ստորացնում։ Այնքան է որ ժողովրդի ուշադրությունը իրենց վրա մնա, ասենք ազգային ժողովրդավարական բևեռի կողմ ուշադրություն չդարձնեն, հրապուրվեն, էլի դոգ են խաղում, դոգը ոնց էր բանանում, բոլորին տանում էր իր եթեր, որ մարդիկ իր եթերից դուրս չգան, չլսեն այնտեղ ինչ եղավ, այստեղ ինչ եղավ, էմի տեղը ոնց եղավ։ Հիմա դոգին փակել են, իրենք դոգ են խաղում։ Էլ հեր, էլ մեր, էլ կզսնեմ, շատ կներեք Արտակյանից, էլ փռեմ, հանեմ, չգիտեմ, վերջը, չեմ ուզում դրանց բառամթերքը օգտագործել։ Այդ կարգի իրենք իրանց խայտարակել են, որ ժողովուրդը իրենց լսի, ազգային որից է բան չլսի, այսինքն վտանգի մասին չտեղեկանա կամ փրկվելու ձևի մասին հանրությունը չտեղեկանա։ Բայց հակառակ էֆեկտ է տվել։ Լավ 5-21 թվին էլ այդ խաղը խաղացիք, հիմա որ խաղում եք, արդեն այս կարգի այլասերվածությունը 21 թվին այս կարգի այլասերված չէին։ Սա բոլորն են այլասերվել։ Արդեն ժողովրդի մոտ հիասթափություն է առաջացնում։ Այսինքն որ պետք է էֆեկտ տար, որ սրանց հետևեին, լսում են, բայց որովհետև ժողովրդի մեջ հարցումներ, երբ որ անում են, որ քաղաքական ուժին եք ձայնը տալու, ժողովրդի արդեն ահագի զգալի մասը հակված է ոչ նախկին, ոչ ներկա։ Այս տարբերակին, այսինքն ոչ Ռոբերտին, ոչ Սերժիկին, ոչ Ծառուկյանին, ոչ Նիկոլին, ոչ հասկանում եք։ Եվ հանկարծ այս ոչ նախկին, ոչ ներկայի մեջ, դա մեր կարգախոսն է, չէ՞, ոչ նախկին, ոչ ներկա, ազգային ապագա։ Ու հանկարծ ժողովուրդը սկսել է բևեռ ասել, սասնացուռ ասել։ Եվ սա արդեն երկու կողմին արդեն իրենց այդ իրար հայհոյելու process-ը արդեն բացասական իսկապես էֆեկտ է տվել իրանց շարժումներին երկուսի նախկիներին եւ ես այսօր համացանցում նկատեցի, տեսեք նույնիսկ ով է իրեն թույլ տալիս Ծառուկյան Գագիկին այն կարգի բաներ ասի, այդ տղայի անունը չգիտեմ, բայց չգիտեմ ինքը տղա է թե չէ։ Կենսաբանորեն ոնց որ թե տեսք ունի, առաջ 40-45 կիլո էր շորերով, պատրտած բանով, բաճկոնով, պայթած ոչիկներով, այն որ նոր այն որ Արցախյան պատերազմից հետո դուս էին եկել Նիկոլին աջակցելու, ասենց ասում էր թաղեմ Արցախն էլ, Արցախի տերն էլ, թող չբեր դա, դες մի հատ կնոջ բանով, զայնով մեկը կա, այդ 45 կիլոնոց տղան հիմա 100 կիլոն անցել է, որ նայում ես Նիկոլը երևի լավ նայել է, ասես գլուխը մեծացել, կերել, ջան։ Այսօր Ծառուկյանի հասցեին այդ ընչեր էր խոսում։ Այդ ընչեր էր խոսում։ Ու ես հասկացա, որ սրանք անցել են, էլի իրար վիրավորեք ժողովրդին զբաղացնելու համար, բայց այդ կարգի դա արդեն փալասի մակարդակ է։ Այդ կարգի ժողովուրդ Պուտինը մեռել է, համարեք, որ մեռել է, ձեզ չի փրկելու։ Գոնե դուք ձեր արժանապատվության տեր կանգնեք, էլ մի խաղացեք այդ խաղը, էլ թույլ մի տվեք, որ Նիկոլական ամեն բաշի բոզուկ ձեզ վիրավորի։ Անոթ է ուղղակի։ Հիմա ժողովուրդ ջան, երբ որ
արդեն արևմուտքը Ռուսաստանի ազդեցությունից սա էլ է վերցնում։ Այո, վերցնում է։ Եթե սա չվերցներ, Պարսկաստանի հետ պատերազմ չէր անի։ Եթե Կովկասը վերցնելու չլիներ, Պարսկաստանի հետ ինքը պատերազմ չէր հրահրի Ամերիկան։ Եթե հրահրել է, ուրեմն ճանապարհը այդ մեր ասած հյուսիս հարավը ուզում է կառուցի։ Հնդկաստան, Պարսկաստան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա չկա, Ադրբեջան չկա այս գործի մեջ։ Հասկանում եք, չկա։ Նորից եմ կրկնում, եթե նախկինում Արևմուտքի համար Կովկասը Ռուսաստանի տարածք էր, եւ Պուտինը իրավունք ուներ Կովկասում ամեն ինչ իրենն էր, Ադրբեջանն էլ, Հայաստանն էլ, Վրաստանն էլ, Արցախն էլ։ Ինքը կարող էր իր գրպանից այս Արցախը հաներ, տաներ դներ այս մի գրպանը, այսինքն Հայաստանից հաներ, տաներ դներ Ադրբեջան, բայց մնար իր ազդեցության տակ։ Առաջ ինքը այդ հնարավորությունը ուներ։ Հիմա արդեն փոխվել է, էլ այդ հնարավորությունը չունի։ Այսինքն, էլ ինքը չի կարող, իմիջիայլոց այդ որ Արցախը Հայաստանից հանում է տանում է Ադրբեջան, դրան ես շեշտում եմ, որ եւ Նիկոլը եւ նախկինները դրան կողմ են եղել, որովհետեւ իրենք չեն հակառակվել Պուտինին։ Դու քո տարածքը ուզես Հայաստանն էլ տար Ադրբեջանի նահանգ սարքի կամ չգիտեմ արևմտյան Ադրբեջանն արա, կուզես Ադրբեջանը միացրու Հայաստան։ Սրանք ուղղակի կատարողներ են, լավ կլինի մեր համար կկատարեն, վատ կլինի մեր համար, էլի պետք է կատարեն։ Ուղղակի սրանք չեն հասկանում, որ վերջ տրձել է ռուսական վերջ այդ ամեն ինչը այս տարածաշրջանում կանգնում է։ Ուղղակի զորքերից մի մաս, մի փոքրիկ մաս Հայաստանում մնացել է։ Իրականում եւ ուղղակի դավաճանները այն որ թեկուս օթանավակայանից, թեկուս սահմանային կետերից, երբ որ ռուսներին հանել են, այնտեղ մնացել են ռուսից ռուս հայեր, որոնք անդադ զեկուցում են Կրեմլ։ Ինչ է կատարվում, այսինքն այնտեղ ռուս ոնց որ սահմանապահ այնտեղ նստած լինի, հələ մի բան էլ ավել։ Մենք այս իրավիճակում ենք։ Եվ Ռոբերտ Քոչարյաններ, Սերժիկ Սարգսյաններ, Նիկոլ Փաշինյաններ լավ գիտեին, որ Պուտինը ուզեցել է Ադրբեջանին բերի մտցնի ԵԱՏՄ, հա, այս գրպանից Արցախը հանելադրել է, այս գրպանը, որը Ադրբեջանը համաձայնվի։ Այս խաղն արել են, սրանք էլ մասնակցել են, բայց հիմա 2020 թվականից հետո աշխարհը փոխվել է։ Աշխարհը փոխվել է, եթե Պարսկաստանին են այսօրը գցում, ուրեմն պետք է ու Ռուսաստանին են այսօրը գցում, ուրեմն աշխարհում շատ բան է փոխվել ու փոխվում է։ Ուղղակի սա չեն ուզում հաշտվել սրա հետ ոչ Նիկոլը, ոչ Ռոբերտը, ոչ Սերժիկը, ոչ Ծառուկյան Գագիկը, ոչ Սամվել Կարապետյանը, հələ լսում են Պուտինին։ Բայց արդեն Կրեմլում էլ Պուտինին չեն լսում, բան տեղ չեն դնում, զգացվում է արդեն։ Սա է իրական խնդիրը, սիրելի հանրություն։ Մեզ Պուտինահպատակ, այսինքն մեռելին ծառայողներ մեզ պետք են մարդիկ, ովքեր Ամերիկայից բան պահանջեն։ Հենց այդպես Ամերիկայից պահանջեն, ասեն, պարոն, դա Թրամփին չեմ ասում, այնտեղ լուրջ մարդիկ կան, ասեն, գիտեք, ճանաչում եք ձեր Վիլսոնին, 28-րդ նախագահին։ Այսպես թուղթ ունի գրած դրած։ Մի հատ խնդրում եմ նայեք։ Ու տեսեք դուք դեղ անելիք ունեք, թե չէ։ Ոչ թե, ասենք Նիկոլի պես, Ռոբերտի Սերժի պես ասում են դա ժամկետանց է, երազանք է, չգիտեմ ինչ է, եսիմ ինչ է։ Դրա համար բևեռ է պետք է, ազգային ժողովրդավարական բևեռ։ Այս է տարածաշրջանում իրականությունը։ Մենք 15 թվին էլ ես դեռ մասնակցել չեմ միացել ժամանակ նախախորհրդարան, հիմնադիր խորհրդարան Սարդարապատ, տղաները դեռ 15-10 թվերից, այս ինչ որ հիմա տեղի է ունենում, Ժիրար Սեֆիլյան, Վարուժան Ավդիսյան, Գարեգին Չուկազյան, Արապապյան, ասել էին, որ սա սենց պետք է լինի, ու իրենք Վիլսոնի իրավար վճիռը այդ թվերից ասելով եկել են, այն որ հրյան 2000 տարի, հաջորդ տարի Երուսաղեմում ասելով եկավ մինչև Երուսաղեմին տերը դառավ։ Արապապյան, Ժիրար Սեֆիլյան, Գարեգին Չուկազյան, Կարո Եղնուկյան, հա? Այս մարդիկ տասնյակ տարիներ է սենց ասելով եկել են Վիլսոն իրավարար վճիռ, առաջին հանրապետության իրավարարություն, առաջին հանրապետություն, որը տեղի պետք է ունենա։
Բայց որովհետեւ սա շատ արագ տեղի ունենա, պետք է պետության գլխին այս մարդիկ կան նստեն։ Ոչ թե Ռոբերտ Քոչարյան, ոչ թե Տաշի Սամո, ոչ թե Դոդի Գագոն, ոչ թե Փենթի Նիկոլ։ Այս մարդիկ, որ Ամերիկային դեմ տան։ Ոչ թե խեղճանան։ Ռուբիոն գայիշ թուղթ դեմ տա, սա բանի ոչխարի պես ստորագրի։ Եկուցել որ մի հատ Զուքարյանի թուղթ բերի դնի դեմը, առանց որից է բանի, սրա վրա ստորագրությունը դիր տանում եմ, հետո ինչ որ պետք է լրացնեմ, պետք է ստորագրի։ Այս կարգի կամակատար Հայաստանին, հայ ժողովրդին պետք չի։ Սթափվեք։ Հիմա հասկացաք, թե ինչու են նախկիններն ու ներկաները նույն ջրաղացին ջուր լցնում։ Բայց իրենց գնացքը գնացել է արդեն։ Վերջ ռուսական գնացքը գնում է, դրանք էլ հետը գնալու են։ Սիրելի հանրություն, բան է փոխվում, բայց որպեսզի առանց ցնցումների լինի, դուք պետք է առաջին հանրապետության իրավահաջորդություն, այսինքն Արցախ, Նախիջևան, Վան, Մուշ, Տրապիզոն, Արարատ, այս մասերը Հայաստան համարողների հետ պետք է գործ բռնեք, որ գործը առաջ գնա, որ պայթի Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ, եւ դու էլ վախ չունենաս որից է մեկից։ Դրանք պետք է կործանվեն, որ դու էլ չվախենաս։ Իսկ դրանց կործանիչները Սասնա ծռերն են, ազգային ժողովրդական բևեռը։ Այնպես որ ընտրում ենք համար 8-ին։